Պարոն Պապոյան, դուք արդեն մայիսի 8-ից սկսած կարելի ասել ամենօրյա ռեժիմով քարոզարշավի մեջ եք, խնդրեմ ասեք ինչպես է գնահատում ձեր քարոզարշավը եւ ընդդիմադիրների հայտարարությունները իրենք նույնպես քարոզարշավի մեջ։ Մեր քարոզարշավը շատ լավ եմ գնահատում, շատ ջերմ, անցնում ենք փողոցներով, շենքերից հիմա նայեք, հենց մեր դիմացի շենքից ամբողջ շենքը կախված է եւ ողջունում է մեզ, սրտիկներ է անում, ջերմ ողջույններ, ընդդիմությունը կներեք խրխռոցների մեջ է, հատկապես այն ընդդիմությունը, որը այլ երկրներին է ծառայում, օտար երկրահպատակ ընդդիմություն է, ես երեք նրանց մասին խոսեցի, նրանք իրենց վերջին օրերն են քաղաքական ապրում եւ որից հետո իրենց հետ մեկ սուբյեկտ է Հայաստանում աշխատելու, դա մեր իրավապահ համակարգն է եւ թող սպասեն հերթով այդ օրերին։ Նայեք, վերջերս ինսայդերը բացահայտեց, որ Սամվել Կարապետյանը FSB-ի աշխատակից է եղել, Նարեկ Կարապետյանը ՌԴ անձնագիրն է թաքցրել, բայց իրենք ասում են չենք ընդունում, իսկ այն մյուս մասով էլ որ անդադ ընտրակաշարքներում մարդիկ են ձերբակալվում, ասում են դա իշխանությունն է անում, մենք չենք։ Անդադ հերքում են ինչ որ իրենց հետ է կապված։ Ախր հո հերքելով չի, կա փաստեր։ Այդ փաստերում օրինակ այս հետեւյալն է։ Ուժեղ Հայաստանի երկու անդամ կուսակցության կամ երկու կողմնակից իրար հետ խոսում են ու օրինակ աշխարհի ամենավերջին հայհոյանքն են տալիս Ղարաբաղյան պատերազմի վետերաններին, ամենակեղտոտ հայհոյանքը։ Հետո անցնում են իրենց հերոսներից մեկին, Չակերտավոր։ Ես Չակերտավոր հերոս եմ։ Կանդազ կոչվածին։ Ու ասում են, որ Կանդազը ինչ որ հրամանատար է սպանել։ Հետո ասում են, որ Կանդազը պիղծ է, սենց ինչ-որ բաներ են խոսում։ Հետո հաջորդ ուրեմն զայնագրությունն է հրապարակվում, որտեղ ինչ-որ Հակոբիկի ջեբը 20,000 դրամ են փորձում դնել, մյուսին շալվար են տալիս, որը պիտի տակը հələ դեռ բացի, որ կարողանա հագնի։ Հետո ինչ-որ փողի բանակցությունն է, ասում են, դե այս ինչը 100,000-անոց է, կնոջ անուն են տալիս, ասում են Գայանեն 100,000-անոց է, Ամալյան 100,000-անոց է, այս ինչը 150,000-անոց է։ Գիտեք, այս կեղտոտ ու այս պիղծ մարդկանցից, այս պղծությունից պետք է ազատվել եւ այդ ազատվելու օրը հունիսի 7-ն է։ Եվ անդրադառնանք Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, ձեր մասին էլ էի դեպ խոսել, երեք Ծաղկահովիտում հայտնել է, որ գյուղերը դատարկվում են, ասում էր, որ գուշակել ենք, որ այդպես է լինելու, որտեղ գյուղնախարարությունը լուծարվել է եւ միայն էկոնոմիկայի նախարարությունում մի բաժին կա, ձեզ էլ ներողություն պետք է ասեմ, ասում էր, որ դուք ստատիստ եք, ընդհանրապես ֆուռ եք հաշվում եւ ոչինչ չեք հասկանում, խնդրեմ արձագանքեք։ Ռոբերտ Քոչարյանը ընդհանրապես ոչ մի բանից չի հասկանում, ինքը ոչ միայն հայերեն չգիտի, օրինակ երեք ասում էր անասնագլխական, ինչ էր ասում, ես անասնագլխականակ բառը այլ կերպ չեմ կարող ասել, ինչպես օրինակ ինքն է ասում, բարև ձեզ, ինչպես օրինակ ինքն է ասում, ես այդպես չեմ կարող ասել, որովհետև հայերենի մինիմալ իմացությունը ցանկացած մարդու թույլ չի տա այդ բառը այլ կերպ ասել, բայց քանի որ Ռոբերտ Քոչարյանը հայերեն չգիտի, ինքը ինչ-որ տարօրինակ բառեր է արտահայտում եւ ինչ-որ տարօրինակ մտքեր, բայց այս վերջերս մի քանի հոլովակ էի նկարել նրա մասին, որ ինքը ուղղակի սուտ է խոսում։ Ռոբերտ Քոչարյանը պարբերաբար սուտ է խոսում։ Երեք հերթական սուտն է խոսած, Ռոբերտ Քոչարյանը ասում է գյուղատնտեսությունը անկում է ապրել։ Այ որ վիճակագրությունից գոնե մի քիչ հասկանար, մի քիչ հասկանար Ռոբերտ Քոչարյանը։ Կարող է մտներ armstat.am կայքը, ես հիմա իրեն հուշեմ, էլի, ձևը armstat.am մտնում ես, այնտեղ օրինակ գրած է 25 թվականի հնայի աճ։ Մտնում է մեջը տենում է գյուղատնտեսություն 5.6% աճել է։ Ու հիմար իրավիճակում չես հայտնվի։ Բայց եթե գիտես ու սուտ ես խոսում, այդ արդեն ուրիշ բան է։ Հետևաբար անկախ ամեն ինչից։ Քանի որ երեք ասել է գյուղատնտեսությունը անկում է, ապրում, գյուղատնտեսությունը 5.6% աճել է։ Հետևաբար սա արձանագրում է, որ Ռոբերտ Քոչարյանը սուտ է խոսում։ Եվ նաև Ծաղկահովիցիները այնտեղ հարց էին բարձրացրել, որ ջրամբար պետք է սարքեն, որտեղ ջրի խնդիր կա եւ այլն։ Ինքն էլ այսպես լուրջ հայտարարեց, որ դու սարքեն էլի, այդ ինչ մի դժվար բան է, ու հիշեցրեց, որ իր ժամանակ թե ինչքան այդ տեսակ ծրագրեր են արել, հետաքրքիր է ինչի չի սարքել։ Բայց այդ եմ ասում, բա որ այտենց ինչի չի սարքել, 10 տարի նախագահ է աշխատել ժեկի թղթով, որովհետև ինքը իրավունք չուներ նախագահ լինելու, ժեկի թղթով 10 տարի նախագահի պաշտոն է զբաղեցրել, բայց ինչի չի սարքել։ Բայց այդ ջրամբարի մասին մենք գիտենք ու մենք սարքենք, այնտեղ մի հատ հատված կա, կառուցենք եւ ջրամբարը կլինի։ Այնպես որ գիտեք, թող անդրադառնա Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության մեջ մնալու, եթե Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության մեջ մնալու միակ հույսը մնացել է իր սակավաթիվ մի քանի կողմնակիցների մոտ ինձ քննադատելը,
դեմ չեմ, թող շարունակի դրանով անել, ես շարունակեմ իրեն քաղաքականապես ոչնչացնել, մինչև այն ինչ որ արել ենք, այնքան ենք ոչնչացրել իրեն, որ 22% ձայներ չէ տարել 21 թվականին, իսկ հիմա անցողիկ շեմը վստահաբար չի անցնի եւ իրենց վերջին քաղաքական խրխռոցներն են։ Հավանիչ տեսանյութ եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։